Հոսանքազրկումները հաճախակյացել են նաև վավարային ջրանջատումներ են լինելու։ Ջրային տնտեսության կոմիտեի նախագահն էլ հաստատել է ջրանջատումների անխուսափելիության փաստը, ինչ է լինելու հատկապես մարզաբնակ քաղաքացու վիճակը։ Մի բան, որ Հայաստանը ջրերից հարուստ երկիր է, իրավունք չունի այստեղ ջրերի անջատում լինի։ Իսկ հոսանքներ նույնպես մենք հոսանքի դեֆիցիտ չենք ունեցել ոչ մի անգամ, որ անջատեն։ Եթե դանում են ժողովրդին կախվածության մեջ բային կամ ստրկության մեջ բային, ես դա չգիտեմ։ Չգիտեմ ինչպես ապրելու, այդ թո քաղաքացի նորից եմ ասում, որը որ գնալու է ամսի 7-ին ձայն տա, այդ քաղաքացին այդ իր չգիտեմ ինչ որ փուչիկ, եսի ինչ որ տրամադրություններով, առաջերտին թո մտածի, եթե մտածում են, հասկանաք ինչու նա բանը, եթե մարդը ինչ որ գաղափար չունի իր մտածում մեջ, հասարակ քաղաքացի նկատում է։ Պետք է իր մաշկի վրա զգա, չէ՞, բայց իր մաշկի վրա էլ զգալու համար, ախր հասկանա, որ վաղը մսուր լուքը, իր երեխեքը եւ այլն ոչ ջուր են ունենալու, ոչ գազ են ունենալու։ Այդ անջատումները այդ հիմա է սկիզբը, շարունակությունը դեռ լինելու է։ Մենք զգում ենք, որ անջատումները հաճախակի է, բայց իրանք ժխտում են։ Լինի Երևանում, լինի Արտաշատում, լինի Գյումրիում, լինի Իջևանում, ժխտում են, ասում են, տա այդպես էլ պիտի լինի։ Դա պիտի լինի այդ անջատումները, որպեսզի արանքում կարողանան, ասենք, վարպետները կամ մասնագետները կարողանան ստուգումներ անել։ Դրանք արհեստական բան է, որ անջատում են։ Իսկ ինչ մնում է Սամվել Կարապետյանի օրոք, հիմա էլ այն նոր բանի նշանակած ղեկավարի Այս նոր ղեկավարը 100%-անոց Փաշինյանական է, բնականաբար պիտի պաշտպանի Փաշինյանի թեզերը։ Իսկ Սամվել Կարապետյանի օրոք, այն ինչ որ Սամվել Կարապետյանը արել է հեծի հանդեպ, մենք տեսնում ենք Տաշիրի գործերը, փակեց, գումարները մսխեց, որից հետո ինքը արդեն սկսեց հետևել Սամվել Կարապետյանը վաղ թե ուշ ազատվելու է, վաղ թե ուշ ընտրությունները լինելու են, եւ եթե չհետաձգվի, ապա իշխանությունը փոխվելու է։ Իսկ եթե փոխվի, բոլորի աչքերում ժպիտներ շատ ենք տեսնելու։